Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կարգապահականը կքննարկի 10 եպիսկոպոսների հարցը, թե ոչ։ Հիմա տեսեք, կարծում եմ գնահատականների մեջ շատերը համաձայն կլինեն, թե ինչպիսին է այդ իրականացված քայլը։ Դա օգտադրժություն է, դասալքություն է եւ հերձվածողական գործողություն։ Հիմա թե ինչ ատյանում այդ հարցը կքննարկվի, դա արդեն եպիսկոպոսները կամ ամենայն հայոց կաթողիկոսը ինքը կորոշի։ Խնդրում եմ վերջին 3 հարցերը եւ ավարտենք։ Գիտեք, երբ որ այդպես տարածական ասում ենք մամուլը, որ մամուլի մասին է խոսքը, ինձ կհուշեք։ Օրինակ, ասենք դուք նկատի ունեք այդ տեղեկատվական որոշ աղբանոցներ կան, դրանք եք մամուլ կոչում, որ իբրև թե ես կաթողիկոսի հրաժարականն եմ պահանջում, իբրև թե կաթողիկոսն է սա պատվիրել, կաթողիկոսն է տարածել, դրանք եք մամուլ անվանում։ Եթե դրանց մասին է խոսքի, ես դրանց լուրջ դեմքով չեմ արձագանքում։ Անհետեցություններ են։ Դուք ուզում եք բառացի ասեմ, թե կարամ ընդհանուր ասեմ։ Հա։ Մենք կաթողիկոսի հետ բազմաթիվ խոսակցություններ ենք ունենում, եւ ես չեմ Դուք ուզում եք բառացի ասեմ, թե կարամ ընդհանուր ասեմ։ Հա։ Մենք կաթողիկոսի հետ բազմաթիվ խոսակցություններ ենք ունենում, եւ ես չեմ կարծում, որ պատշաճ է, որ ես այդ խոսակցությունները այստեղ քննարկման առարկա դարձնեմ։ Ես կարող եմ ասել միայն, որ կաթողիկոսը հետամուտ է լինելու, որ այն ինչ որ եղել է, դա բոլոր կանոնների համաձայն օբյեկտիվորեն քննարկվի եւ որոշում կայացվի։ Դուք այնպեսի հարցադրում արեցիք, որ եթե ես պատասխանեմ, որ ես չեմ տեսնում իմ մեղավորությունը, պետք է տպավորություն ձևավորվի, որ ես ինչ-որ հրեշտակային վարքագծով անձ եմ։ Ես այդպիսի անձ չեմ։ Եթե պատասխանեմ, որ այո, տեսնում եմ իմ մեղավորությունը, պետք է տպավորություն ստեղծվի, որ այն մարդիկ, ովքեր արել են եկեղեցու դեմ գործողություն, դրա ամբողջ պատասխանատվությունը կրում եմ ես։ Դրա համար ես կասեմ եւ այո եւ ոչ։ Իհարկե ես իմ ծառայության մեջ սայթակել եմ, կարող է դրսևորել եմ նաև որոշակի սխալներ, բայց ես նորից եմ ասում, ես երբեք եկեղեցու դեմ գործողություն չեմ արել որևէ գործողություն, որի համար ամաչեմ, չեմ արել որևէ գործողություն, որը կարող էր օգտագործվել իմ դեմ, անել տալու համար մի բան, որը իմ համոզումներին դեմ է։ Չգիտեմ, պատասխանեցի ձեր հարցը։ Մի հատ հարց ավելացնենք ու ձերով վերջացնենք։ Լավ չլսվեց, գիտեք, ձերանունը կասեք, որ լավ։ Հա, լավ չլսվեց, գիտեք հարցը։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք ընդդիմության մասին, դա անպայման չի ընկալել ինստիտուցիոնալ ընդդիմություն, դժբախտաբար, ինչու եմ ասում դժբախտաբար,
որովհետև ըստ էության դա հասարակության երկփրկվածության պառակտումի հետևանքն է։ Այսօրվա իշխանությունները իրենց գործողություններով հակակրանք են ստեղծել իրենց նկատմամբ ամենատարբեր շրջանակներում եւ ոչ միայն ինստիտուցիոնալ ընդդիմությունը։ Եթե այդ առումով պայմանականորեն դա կոչենք ընդդիմություն, այո, մենք բոլորս էլ ընդդիմություն ենք, որովհետև չենք կիսում այն մոտեցումները, որը իրականացվում են, որքան էլ որ լինեն բռնաճնշումներ, ազատազրկումներ, տեղեկատվական տեռոր, ահաբեկություն, միևնույնն է, մարդիկ շարունակելու են արտահայտել իրենց մոտեցումները, եթե անգամ ուրեմն հետապնդման ենթարկվելու վախից թաքցնեն մոտեցումները, դա ինչ որ ձևով արտահայտվելու է։ Դրա համար ցանկացած սցենար էլ հնարավոր է։